Ինչ արժե համալիրում հարսանիք անելը քննարկումների կենտրոնում հայտնված խնջույքի հետքերով։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հարսանեկան միջոցառում է անցկացվել։ Քննարկումների կենտրոնում հայտնված հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը։ Համալիրում կազմակերպվել է Վիվառոյի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի տղայի հարսանիքը։ Քննարկվում էր հարցը՝ արդյոք կարելի է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը կրող և մարզամշակութային միջոցառումների համար նախատեսված համալիրում մասնավոր խնջույք կազմակերպել։ Այս հետքերով գնացել է Ֆակտոր TV-ն։ 100%-ով պետությանը պատկանող համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը քննադատություններին ի պատասխան ասում է. «Համալիրում մինչև Բադալյանների հարսանիքը ավելի վաղ ևս մի քանի հարսանեկան միջոցառում է անցկացվել։ Ըստ նրա, համալիրի տարածքում ռեստորան կա, որտեղ տարբեր միջոցառումներ են անցկացվում։ Սակայն Ֆակտոր TV-ին հստակեցնող հարց է տվել՝ արդյոք միջոցառումը կատարվել է հենց համալիրի ներսո՞ւմ, թե տարածքի ռեստորանում, և պարզ է դարձել, որ Բադալյանների միջոցառումը չի անցկացվել տարածքում գործող ռեստորանում։ Դահլիճներից մեկը ձևափոխվել, սարքվել էր սրահ, որտեղ կարելի էր անցկացնել մեծ միջոցառում, որի անունը հարսանիք էր», ասաց տնօրենը։ Թե որ դահլիճում է տեղի ունեցել Բադալյանների ընտանեկան միջոցառումը, Ֆակտոր TV-ին տնօրենն ասաց, նաև թույլ չտվեց նկարահանում իրականացնել, բայց հավաստիացրեց՝ ավարտից կարճ ժամանակ անց սրահը վերադարձվել է նախկին տեսքին ու համերգ է կազմակերպվել։ Իսկ թանկ հաճույք է համալիրում հարսանիք կազմակերպելը։ Այո, թանկ հաճույք է, պատասխանել է տնօրենը։ Բադալյանները հարսանիքը համալիրում կազմակերպելու համար վճարել են 30 միլիոն դրամ։ Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը տարակուսած է, թե ինչպես շատ փողի առկայությունը հնարավորություն տալիս իր ձևակերպմամբ հատել սահմանները։ Եթե Վիվառոյին իրենց ամեն ինչ կարելի է, ես հումորով եմ վերաբերվում, լուրջ հնարավոր չէ ընդունել։ Մեր մակարդակն է, այնքան է, եթե ունենք գումար, ապա ամեն ինչ հնարավոր է։ Աննա Մայիլյանը, որի ոլորտի կանոնակարգման հետ կապված իրավիճակը քաոսային է անվանում, ըստ երգչուհու, եթե լինեն սահմանված կարմիր գծեր, ապա դրանք չեն խախտվի։ Մեկ այլ վաստակավոր գործիչ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ավելի լավ է համալիրում հարսանիք կազմակերպվի։ Համացանցում քննարկում են, որ Բադալյանների հարսանիքին 800-ից ավել հյուր է եղել։ Տարածված կադրերից երևում է, որ հյուրերի ցանկում է նաև Բադալյանների հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ստացվում է, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ևս խրախուսվում է մշակութային հաստատություններում մասնավոր խնջույք կազմակերպել։